Եթե դուք վաղը գրեք Աբրամյան Արան, ասեց այս բաները, ես վաղը վերցնում եմ տարբեր ադրբեջանական, ես պայքարում եմ իրանց դեմ, հավատացեք շատ դժվար այ երկրում ապրել, պայքարել տարբեր մարդկանց դեմ, դե պատկերացիք, որ դուք եք ասում, չէ, ինձ ընտրում էին այդ կոմիսիայի նախագահ, ասեցին, պարոն, մի հատ երկրորդ հարցը, ասում Աբրամյանն ընտրում եք որ ինչ անեք, ինքը ռուսերեն չգիտեք, այս ժամ խոսում եմ չեք հասկանում, ասեց դուք չեք հասկանում, չէ, ասում հայերն են գրում այդպես, տեսեք սայթերը նայեք, ես ինչ եմ ուզում, ես իրանց ասում եմ այդ մասին, ես իրանց խոսում եմ, ես իրանց եմ ասում, ոչ թե ձեզ եմ ասում, այ հիմա ես այսօր նախագահի հետ հանդիպելու եմ 7-ին, ես պետք է ասեմ իմ ապագա ծրագրերի, իր մասնակցության, կառավարության մասնակցության այդ ծրագրերի մեջ։ Ես կարող եմ 7-ին։ Պարոն Աբրամյան, դուք եք խոստովանել, որ ռուսերեն չգիտեք, մեղադրում եք լրագրողներին, որ գրել են, դուք եք ասել։ Ներողություն, ես էլ եմ ասում ռուսերեն, չէ, աստվածա որ մարդիկ իմանան ռուսերեն այնքան ինչքան ես գիտեմ, ես չգիտեմ այնքան ինչքան որ ձեր պահանջներն են։ Ռուսաստանում չեմ բողոքում, որ ես ռուսերեն չգիտեմ, չնայած ես եղել եմ մեծ գործարան տնօրեն, աշխատել եմ նախարարություններում, ես հետո հայտնաբերեցի, որ ես ռուսերեն չգիտեմ։ Հետո իմ դուրս գալիս ես իմ ձեր բավարարված եք։ Ինչպես հայտնաբերեցիք։ Ինչպես հայտնաբերեցիք, որտեղ դուք ասեցիք։ Ձեզ այնց իմացա։ Ձեզ այնց իմացա։ Գիտեք, դուք իմ հետ ռուսերեն խոսացել եք, որ իմանաք ես ռուսերեն գիտեմ թե չգիտեմ։ Ես մենեջեր եմ։ Գիտեք ինչ բան է մենեջեր, ես դասատու չեմ, ուսուցիչ չեմ։ Ես մենեջեր եմ։ Ես ուզում եմ Հենց հանգիստ եղեք։ Մենք չենք գրել բանը։ Լավ է կարել։ Չէ, դուք կարող եք գրել, ոչ մի խնդիր չկա։ Գիտեք, եթե ձեր գրածի վրա ազդեր, ես կանագստանայի։ Ցավոք սրտի, դա ձեր գրածները ձեր վրա է ազդում։ Իմ վրա չէ, ձեր վրա։ Որ վաղը մի բան ա լինում, ասում են դու ով ա եկել ում ա օգնում։ Մի քիչ զգուշ եղեք։